Զինվոր համակարգող խորհրդի մայիսի 20-ին Արմավիրի ուսումնական զորամասում կազմակերպած շրջայցն է։ Այն նպատակ ուներ բարելավելու զինվորների հոգեբանական վիճակը, զինվորների ու սպայական կազմի հարաբերությունները։ Այս ծրագիրը ևս իրականացվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի աջակցությամբ։ Այսօր մեր հերթական ստուգումն է զորամասերում, որը իրականացնում ենք զինվոր համակարգող խորհրդի նիստով, պաշտպանության նախարարի հրամանով։ Դուք տեղյակ եք, որ Մեղրիից մինչև Վայքը եկել ենք ամսի 2-ից, մեր հերթականը Արմավիրն է եւ 15-ից Ղարաբաղը։ Եվ մեր հումանիտար օգնությունը ցուցաբերել է նորից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժինը, որի տնօրենն է, ինչպես ինձանից լավ արդեն գիտեք, Հայր Իսահակ Պողոսյանը, որը հերթական անգամ մեր կողքին է։ Մենք մեծ ծրագրեր ենք իրականացնում առաքելական եկեղեցու Մայրաթորի սոցիալական բաժնի պետ Իսահակ Վարդապետ Պողոսյանի հետ, որ իր աջակցությունը բերեց զորքերին։ Մենք առաջի ծրագիրը իրականացրեցինք զոհվածի մայրերին աջակցելով, երկրորդ ծրագիրը իրականացրեցինք Մեղրի, Կարմրակար, Կուբատլու, Սիսիան, Գորիս, Զանգեր, Վայք, Խաչիկ զորամասերը։ Իմ աջակցությունը գիտեք ու ամենաթանկ բանը, որ զինվոր ուշադրության կենտրոնում ամնում, ամենաթանկ բանը, որ համակարգող խորհուրդ Մայրաթոր սերտ համագործակցության պահեր ունի։ Սոցիալական ծառայության կենտրոնի տրամադրած հիգիենիկ պարագաները, գրենական պիտույքներն ու նվերները զինծառայողների, սպայական կազմի ու զորամասի աշխատողների համար էին։ Թեև բանակում հատուկ ուշադրություն է դարձվում մաքրությանն ու հիգիենային, լրացուցիչ միջոցները երբեք ավելորդ չեն, ասում են սպաները։ Բանակ հասարակության կապերը պաշտպանում է եւ պահպանում դա դրական ազդեցություն է թողում զինվորների վրա։ Մարդիկ զինծառայողները ավելի հմուտ են սկսում վարժվել։ Միտեղ կարոտները առնում են իրանց ծնողներից, տեսնելով քաղաքացիների շփումը զինազնակազմի հետ։ Արմավիրի ուսումնական զորամասի տղաներն իրենց ծառայությունը կշարունակեն առաջին գծում լրացնելով մեր բանակի հրամանատարական կազմի շարքերը։ Նրանք այստեղից իրենց հետ տանելու են նաև այսօրվա նվերներն ու տոնական տրամադրությունն, ասում է զինվորների սիրելի Տիկին Մարգարիտան։ Ուսումնական կենտրոնում վերջացնում են իրենց ուսումը եւ բաժանվելու են զորամասերի վրա, տարբեր զորամասեր են գնալու այս զինծառայողները, թող նվերներով հագեցած գնան, թող երկով բարով ճանապարհենք առաջիգից, որ մեր մայրերի խաղաղությունը միշտ պաշտպանված լինի մեր տղաների կողմից։ Յուրաքանչյուր զինվորի համար էլ հաճելի է այսպես բաներ կազմակերպել, շատ շնորհակալ ենք։ Կցանկանայի, որ մյուս զինվորներն էլ զգային են, ինչ որ հիմա զգում ենք մենք։ Շատ հաճելի զգացողություն է, մանավանդ այսքան շոկ եղանակին, այս դրական տրամադրությունը զգացնել չի տալի вообще եղանակը, ամեն ինչ շատ լավ է անցնում։ Իսկան զինվորը սովորող ուրախանան, գցավին առօրյա կյանքից, հիշել իրաց տեսի կյանքի եւ այլ։ Հպարտանում ենք, որ հայ զինվոր ենք ու ավելի շահագրգռված ենք լինում ծառայելու։ Զինվոր համակարգող խորհրդի այցելությունն Արմավիրի ուսումնական զորամաս սոցիալական ծառայության կենտրոնի աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերից մեկն է։ Երկու կառույցների համագործակցության սկիզբը զոհված ազատամարտիկների այրիներին ու մայրերին ցուցաբերված աջակցություններ։ Այս խորհրդի միջոցով ժամանակին աջակցություն ենք ցուցաբերել զոհված ազատամարտիկների այրիներին եւ մայրերին։ Մի շարք կարևոր ձեռնարկներ են, որ կատարվել են այս խորհրդի հետ, այդ թվում այցելություն պաշտպանության նախարարության թվով 6 զորամասեր, նվիրատվություններ, աջակցություն եւ սա էլ մեր հերթական աջակցություններից մեկն է։ Բավարար միջոցներ ունենալու դեպքում մենք մտադիր ենք, որ շարունակություն հաղորդենք այս համագործակցությանը, աջակցելով մեր բանակի մի շարք այլ ստորաբաժանումների ևս։ Մայրաթորի սոցիալական ծառայության կենտրոնի որդեգրած հիմնական ուղղություններից մեկն ուշադրությունն է դեպի հայկական բանակը։ Գործունեության 2 տարիների ընթացքում կենտրոնն աշխատում է հիմնականում 3 ուղղություններով՝ աջակցություն փախստականներին ու տեղահանվածներին, երեխաներին, ինչպես նաև նպաստելով հայկական բանակի ամրակայմանը։ Անահիտ Տարփինյան, Հայկ Պետրոսյան, Բանբեր։